Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ նշվում է 108-ամյա հոբելյանը ամբողջ երկրի մասշտաբով։ 12 տարածաշրջաններում պատմամշակութային հուշարձանների մոտ զորակոչիկները երթում տվեցին։ Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի կապակցությամբ այս տարվա անկախության օրվան նվիրված միջոցառումները հիմնվել են հետևյալ գաղափարի վրա. 1700 տարի է, հավատը մեզ ուժ է տալիս, սերը միավորում։ Ես կհիշեցնեմ, որ այսօր ճիշտ ժամը 17:10-ին, այն պահին, երբ 108 տարի առաջ Վրաստանը հռչակեց անկախությունը, կհնչի Վրաստանի ազգային օրհներգը։ Անկախության օրվա հանդիսավոր միջոցառումները ամբողջ երկրում կավարտվեն գալահամերգներով։ 1918 թվականի մայիսի 26-ին ժամը 17:10-ին այն ժամանակվա ազգային խորհուրդը ընդունեց անկախության ակտը, որը ստորագրել էր 88 մարդ։ Դա սահմանադրական բնույթի առաջին փաստաթուղթն էր, որի պատրաստմանը նախորդել էր բավական բարդ ճանապարհ։ Խորհրդի անդամներից եւ նիստի մասնակիցներից հետո անկախության 7 կետից բաղկացած ակտը շուտով ներկայացվեց պալատի դիմաց հավաքված հասարակությանը։ Պատմական իրադարձությանը հաջորդեցին առաջին կառավարության ձևավորումը, 15 կուսակցությունների մասնակցությամբ ընտրությունները, առաջին սահմանադրությունը եւ պետական ինստիտուտների ստեղծումը։ Անկախ հանրապետությունը գոյատևեց ոչ լիարժեք 3 տարի։ 2 տարի եւ 9 ամիս անց խորհրդային Ռուսաստանի բանակի ներխուժմամբ հաստատվեց 70-ամյա խորհրդային ռեժիմը։ 70 տարի անց, հենց 108 տարի առաջվա անկախության ակտի հիման վրա, երկիրը 1991 թվականին վերականգնեց պետական անկախությունը։ ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորում է Վրաստանին անկախության օրվա կապակցությամբ։ Շնորհավորանքի տեքստը տարածում է պետվարչությունը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից շնորհավորում եմ վրաց ժողովրդին ազգային տոնի առթիվ։ Այս տարին նոր հնարավորություններ է ստեղծում ամերիկացի եւ վրաց ժողովուրդների միջև բարեկամությունը խորացնելու եւ մեր երկու ժողովուրդների անվտանգության եւ բարեկեցության խթանման համար։ Միացյալ Նահանգները անփոփոխ աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը նրա միջազգայինորեն ճանաչված սահմանների շրջանակներում։ Մենք կանգնած ենք վրաց ժողովրդի կողքին կայուն անվտանգության, ազատության եւ անկախության ձգտման մեջ։ Միացյալ Նահանգները հավատարիմ է այն գործընկերությանը, որը համապատասխանում է Վրաստանի ձգտումներին դեպի անվտանգ եւ բարգավաճ ապագա, նշված է հայտարարության մեջ։ ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բաուզերը 2026 թվականի մայիսի 26-ը Վաշինգտոնում հայտարարում է Վրաստանի անկախության օր։ Քանի որ Վրաստանը միջազգային հանրության արժեքավոր անդամ է, ժողովրդավարական արժեքների խթանման, դինամիկ տնտեսական զարգացման եւ ռազմավարական միջազգային համագործակցության տեսանկյունից, եւ քանի որ Ամերիկայում վրացական համայնքի ժառանգությունը, ավանդույթներն ու ձեռքբերումները զգալիորեն հարստացնում են մեր տեղական համայնքների եւ ազգի մշակութային բազմազանությունն ու տնտեսական հզորությունը, եւ քանի որ Վրաստանի դեսպանությունը իր ներկայությամբ եւ մշակութային ներգրավվածությամբ ուժեղացնում է Կոլումբիայի մարզը, եւ քանի որ մեր արժեքավոր հարաբերությունների ու մշակութային կապերի պատվին մենք վրաց ժողովրդի եւ վրացական սփյուռքի հետ միասին նշում ենք Վրաստանի անկախության 35-ամյակը, ես Վաշինգտոնի քաղաքապետս 2026 թվականի մայիսի 26-ը Վաշինգտոնում հայտարարում եմ Վրաստանի անկախության օր, ասված է հրամանագրում։ Վրաստանում Եվրոպական միության ներկայացուցչությունը եւ Եվրամիության անդամ երկրների դեսպանությունները Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ տարածում են համատեղ հայտարարություն։ Ինչպես նշվում է հայտարարության մեջ, նրանք կրկին հաստատում են Եվրամիությանն անսասան աջակցությունը Վրաստանի անկախությանը, ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը։ Եվրոպական միությունը եւ նրա անդամ երկրները ջերմորեն շնորհավորում են Վրաստանին անկախության օրվա կապակցությամբ։ Վրաստանը անկախություն հռչակեց 1918 թվականի մայիսի 26-ին, դրանով հաստատելով իր պատկերացումը ինքնիշխան եւ ժողովրդավարական պետականության մասին։ Անկախության հռչակագրի ոգին այսօր խորը արձագանք է գտնում Վրաստանի հասարակության մեջ։ Վրաստանի պատմության մեջ մենք տեսնում ենք Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի մշտական ձգտում։ Վերջին 3 տասնամյակների ընթացքում Եվրամիությունը եւ նրա անդամ պետությունները կանգնած են Վրաստանի կողքին եւ մնում են հուսալի ու երկարաժամկետ գործընկերներ։ Ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայունության եւ հիմնարար ազատությունների պաշտպանության ուղղությամբ առաջընթացը շարունակում է կարևոր լինել եվրոպական ճանապարհին առաջ շարժվելու համար։ Այս կարևոր օրը մենք կրկին հաստատում ենք Եվրամիությանն անսասան աջակցությունը Վրաստանի անկախությանը, ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը նրա միջազգայինորեն ճանաչված սահմաններում, ասվում է հայտարարության մեջ, որը հրապարակվել է Վրաստանում Եվրամիության ներկայացուցչության էջում։
Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորում է վարչապետ Իրակլի Կոբախիձեին Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ։ Թուրքիայի առաջնորդը բարեկեցություն է մաղթում բարեկամ Վրաստանին եւ վրաց ժողովրդին։ Հարգելի վարչապետ, իմ եւ թուրք ժողովրդի անունից ջերմորեն շնորհավորում եմ ձեզ եւ վրաց ժողովրդին հարևան եւ բարեկամ Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ։ Անցյալ ամիս Անտալիայի դիվանագիտական ֆորումում ձեր այցի ժամանակ մենք հնարավորություն ունեցանք քննարկելու Թուրքիայի եւ Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության մակարդակով մեր սերտ բարեկամության եւ օրինակելի համագործակցության հետագա խորացումը, ինչը իմ խորին համոզմամբ ծառայում է մեր ժողովուրդների տարածաշրջանի կայունության եւ բարեկեցության շահերին։ Օգտվելով առիթից կրկին մաղթում եմ ձեզ առողջություն եւ երջանկություն, իսկ բարեկամ Վրաստանի ժողովրդին բարեկեցություն, նշված է Թուրքիայի նախագահի շնորհավորական նամակում։ Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլիին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորում է Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ։ Շնորհավորական նամակում Ադրբեջանի նախագահը հիշատակում է իր այցը Վրաստան, ինչպես նաև նշում, որ քաղաքական հարաբերությունների ինտենսիվությունն ու բարձր մակարդակով ակտիվ երկխոսությունը նպաստավոր պայմաններ են ստեղծում բոլոր ոլորտներում համագործակցության հետագա խորացման համար։ Վրաստանի ազգային տոնի անկախության օրվա կապակցությամբ իմ եւ ադրբեջանցի ժողովրդի անունից անկեղծորեն շնորհավորում եմ ձեզ եւ բարեկամ վրաց ժողովրդին։ Ադրբեջանի եւ Վրաստանի միջև բարձր մակարդակի բարեկամական հարաբերությունները պայմանավորված են այն բարեհաճությամբ, հարգանքով եւ վստահությամբ, որը մեր հարևան ժողովուրդները դարեր շարունակ ցուցաբերել են միմյանց նկատմամբ։ Գոհունակություն է առաջացնում միջպետական հարաբերությունների ներկայիս դինամիկ եւ համապարփակ զարգացումը։ Այս նշանավոր օրը ձեզ մաղթում եմ առողջություն, երջանկություն եւ հաջողություններ ձեր գործունեության մեջ, իսկ բարեկամ եւ եղբայր վրաց ժողովրդին երկարատև խաղաղություն եւ բարեկեցություն, նշված է շնորհավորական նամակում։ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ շնորհավորում է նաև Վրաստանի վարչապետին։ Նախագահ Ալիևը ընդգծում է երկու պետությունների միջև ռազմավարական գործընկերության բարձր մակարդակը։ Անկեղծորեն շնորհավորում եմ ձեզ եւ ողջ վրաց ժողովրդին անկախության օրվա մայիսի 26-ի կապակցությամբ եւ մաղթում ամենայն բարիք իմ եւ ադրբեջանցի ժողովրդի անունից։ Մեզ շատ ուրախացնում են մեր բարեկամ երկրի եւ ռազմավարական գործընկեր Վրաստանի դինամիկ զարգացումն ու ձեռքբերումները։ Ադրբեջանի եւ Վրաստանի միջև հարաբերությունները հիմնված են բարեկամության, եղբայրության եւ բարի հարևանության ավանդույթների վրա, որոնք դարեր շարունակ ձևավորվել են մեր ժողովուրդների միջև։ Այսօր մեր միջպետական հարաբերություններն ու ռազմավարական գործընկերությունը բնութագրվում են բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ, կանոնավոր երկկողմ այցերով եւ փոխշահավետ համագործակցությամբ, որը մշտապես հարստանում է նոր բովանդակությամբ, նշում է Իլհամ Ալիևը։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորում է վարչապետ Իրակլի Կոբախիձեին Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ։ Ինչպես նշված է շնորհավորանքում, Վրաստանի հետ եղբայրական հարաբերությունների հետագա ամրապնդումը Հայաստանի կառավարության արտաքին քաղաքականության գլխավոր նպատակներից մեկն է։ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ անձամբ իմ անունից ցանկանում եմ անկեղծորեն շնորհավորել ձեզ Վրաստանի ազգային տոնի պետական անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։ Վրաստանի հետ եղբայրական հարաբերությունների հետագա ամրապնդումը մեր կառավարության արտաքին քաղաքականության գլխավոր նպատակներից մեկն է, որն արդեն ստացել է գործնական եւ ինստիտուցիոնալացված ռազմավարական գործընկերության բնույթ։ Հատուկ գոհունակությամբ ցանկանում եմ նշել, որ ձեր ղեկավարությամբ Վրաստանի պատվիրակությունը մասնակցեց Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ Մենք նաեւ բարձր ենք գնահատում Վրաստանի կառավարության եւ անձամբ ձեր ջանքերը տարածաշրջանային համագործակցության ուղղությամբ։ Կրկին շնորհավորում եմ անկախության օրվա կապակցությամբ եւ մաղթում արդյունավետ գործունեություն, իսկ ձեր երկրին խաղաղություն եւ բարեկեցություն, նշված է Նիկոլ Փաշինյանի շնորհավորական նամակում։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի վարչապետ Լի Ցյանը շնորհավորում է վարչապետ Իրակլի Կոբախիձեին Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ։ Շնորհավորանքում ընդգծվում է վերջին տարիներին Չինաստան-Վրաստան ռազմավարական գործընկերության զարգացման դրական դինամիկան։ Ջերմորեն շնորհավորում եմ Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ եւ մաղթում ամենայն բարիք անձամբ ձեզ եւ Վրաստանի կառավարությանը։ Վերջին մի քանի տարիների ընթացքում Չինաստան-Վրաստան ռազմավարական գործընկերությունը լավ զարգանում է, իսկ գոտու
եւ ճանապարհի նախաձեռնության շրջանակներում երկկողմ համագործակցությունը տվել է արդյունավետ արդյունքներ։ Պատրաստակամություն եմ հայտնում համատեղ ջանքերով խորացնելու մեր երկրների միջև համագործակցությունը եւ Չինաստան-Վրաստան հարաբերությունները որակապես ավելի բարձր մակարդակի բարձրացնելու համար։ Մաղթում եմ առողջություն եւ ամենայն բարիք։ Վրաստանին մաղթում եմ բարեկեցություն, իսկ վրաց ժողովրդին երջանկություն, նշված է Լիցյանի շնորհավորանքում։ Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը շնորհավորում է Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ։ Ես եւ իմ կինը ջերմորեն շնորհավորում ենք վրաց ժողովրդին Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ։ Ես շատ հպարտ եմ մեր երկու ժողովուրդների միջև գոյություն ունեցող երկարամյա բարեկամությամբ։ Ես եւ իմ կինը ցանկանում ենք վրաց ժողովրդին փոխանցել մեր անկեղծ եւ լավագույն մաղթանքները գալիք տարվա համար, նշված է շնորհավորական նամակում։